Փակտիվին շարունակում է իր հաղորդումները եւ մեր տաղավարում այսօր մենք հյուրընկալել ենք մեր բարեկամին Մարտ ում դուք լավ ճանաչում եք միանգամից ուզում եմ ձեզ ներկայացնել իսկապես մեր հրաշալի փաստաբաններից մեկին իրավապաշտպան մեր շատ հարգարժան Լևոն Բաղդասարյանին բարև ձեզ Բարև ձեզ Պարոն Բաղդասարյան ես ասեմ որ մարդիկ արդեն Մեզ նույնիսկ զանգարում ասում են ինչի եք տաղավար քիչ հրավիրում Լևոն Բաղդասարյանը մենք որոշել ենք որ ձեզ հետ մենք նույնպես շաբաթօրը մեկ անգամ երկու անգամ այսպես հանդիպումներ ունենանք որտեղ դա շատ կարևոր է դե բնական է մեր զրույցը ուզում եմ սկսենք թե շատերին այսօր հետաքրքրող ամենակարևոր հարցերից մեկով ինչ նոր բան կարող է ասել Վարդան Ղուկասյանի գործի կապակցությամբ Լևոն Բաղդասարյանը Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան հրավերքի համար Նաև պատիվ եմ համարում, երբ հանրությունը, նաև դուք ցանկալ եք տեսնում, որպեսզի շաբաթական կտրվածքով մինիմում մեկ անգամ հանդիպեմ։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, օրեր առաջ հարցազրույց տվեց Փակտիվի եթերում, բացառիկ հարցազրույց տվեց ձեզ պարոն Ղուկասյան եւ ներկայացրեց կարճ, որ ամիսուկես հետո իրեն դուք կտեսնեք դուրսը եւ թե վստահորդն է տենց հայտարարում ես նման դեպքում կարող եմ որոշակի նաև փակագծեր բացել։ Նախ բաժանեմ երկու մասի, դատական վերջնական ակտը միգրացիոն դատարանի օրենքոսանված կարգով բողոքարկվել է վերադասատյան եւ առաջիկայում կարծում եմ քննության կենթարկվի։ Ինչ վերաբերում է ամիսուկես Վարդան Ղուկասյանը երբ հայտարարեց դուրս է գալու, ես արձանագրել եմ հետևյալը, որ այն անձինք, ովքեր որոշակի տիրապետում են միջազգային իրավունքին եւ Միացյալ Նահանգների ներպետական օրենքներին, այս ոլորտում կարող են արձանագրել իրենք էլ, որ ցանկացած պահի պարոն Ղուկասյանը կաշկանդված է, ցանկացած պահի կարող են ազատության մեջ եւ տալ դրա շարունակությունը։ Այսինքն այն որ հայտարարեց Վարդան Ղուկասյանը, որ ամիսուկես հետո իրենք կտեսնենք ազատության մեջ, դա բացառապես միֆ չէ եւ բացառապես դրա կրողը իրավունքը բացառապես վերապահված է Վարդան Ղուկասյանին։ Մեկ անգամ եւս արձանագրեմ, ցանկության դեպքում Վարդան Ղուկասյանը վաղը կարող է հայտնել ազատության մեջ եւ տալ իրավական շարունակություն, թե դա ինչ իրավական շարունակություն, այս բան ձեռնպահ կմնամ չեմ ասի, եթե պարոն Ղուկասյանը հաջորդ հարցազրույցի ժամանակ այդ հարցը կասի, թե որն է, ուրեմն կընդունենք իգիտություն։ Ես կուզենամ անդրադառնամ մի փոքր դրվագի, երբ Վարդան Ղուկասյանը գտնվում էր անազատության մեջ եւ գտնում է անազատության մեջ, մեկ անգամ եւս կցանկանամ բարձրաձայնել, որ դա վարչական կալանք է, քրեական իրավունքի հետ, քրեական օրենքի հետ բացարձակապես կապ չունի եւ այն անձինք, ովքեր գտնում են վարչական կալանքի տակ, այդ բանդ կոչված այսպես ասած մեկուսարանան, ինչպես կուզեք բառը ասեք, այդ բանտում այլ կացութաձև է, այսինքն եթե այն բանտերում ովքեր քրեական իրավունքի հետ կապված աղերսուն են եւ կալանք են կրում, բանտային պայմանները այլ են, մեղմ ասած ավելի դրական են, այսինքն հարմարությունները ավելի շատ են։ Այն բանտը, որը որ կոչվում է, որը որ նախատեսված է վարչական կալանքների համար, նրանց պայմանները այլ են բացական առումով։ Այսինքն վարչական կալանքի տակ գտնվող անձիկ, քանի որ 1 օր, 2 օր, 3 օր, 4 օր, չգիտեմ 7 օր, 10 օր այդ քանակով են գտնվում վարչական կալանքի տակ, նման պայմաններում պայմանները բավականին անմխիթար են, այսպես ասած։ Եվ ի պատիվ Վարդան Ղուկասյանի այդ բանտի պայմանները եւս փոխվեցին այնքանը որ ըմբոս տեսակ է եւ ձայնը բարձրացնելուց հետո որոշակի իրավական գործառույթներ իրականացնելուց հետո այսօր այդ բանտում օրը 2 անգամ զբոսանք են տանում կալանավորներն, այսինքն այդ կարգավիճակով ամիսներ շարունակ գտնվելով վարչական կալանքի տակ այսօր ես ընդհանրապես կարճ կասեմ ամբողջ բանտը խոսում է բանտի աշխատակազմ ադմինիստրացիան խոսում են Վարդան Ղուկասյան կերպարի անհատականության մասին,
ով խախտված իրավունքները եւ նրա համար կարեւոր չէ իրավունքն է խախտվում, թե տվյալ բանտային ռեժիմի արդյունքում այլ անձանց իրավունքներ են խախտում, իր ձայնը բարձրացնելուց հետո այսօր այդ բանտային ռեժիմը մի փոքր այլ կարգավիճակ է։ Միգուցե կգա ժամանակ ազատության մեջ կլինի ավելի մանրամասն կներկայացնի կամ ես որպես վերջինիս փաստաբան ավելի մանրամասներ կներկայացնեմ, բայց իրավամբ ճիշտ նկատեց ձեր հարցազրույցի ժամանակ պարոն Ղուկասյանը, որ այսօր ամբողջ բանտայի անձնակազմը, ռեժիմայինը, այսպես ասած վարչական կրող անձիկ միանվագ խոսում են Վարդան Ղուկասյան անձի անհատականության վերաբերյալ։ Հուսանք, որ վերջին հաշվով որոշողը Վարդան Ղուկասյանն է, թե ինչ գործողություններ պետք է ինքը կատարի կապված միգրացիոն ռեժիմի առերիութ խախտման հետ կապված, հուսանք, որ մոտ ապագայում պարոն Ղուկասյանը կողմնորոշվի, որի մասին բնականաբար նաև կիրազեկվի հանրությունը, բայց այն, որ մոտ ապագայում ցանկացած ողջամիտ ժամկետում Վարդան Ղուկասյանը դուրս է գալու, դա հանրահայտ փաստ է։ Մնում է ինքը ցանկանա, թե դրանից հետո ինչ իրավական գործընթաց պետք է ինքը սկսի։ Գիտեք, որպես իրավական ոլորտի քաջեր անոթ մարդու ուզում եմ հարցնել, այս ինչ է կատարվում մեր երկրում։ Օրական տասնյակ մարդիկ են ձերբակալվում, անգամ փաստաբաններ կարող են հայտնվել անազատության մեջ։ Ճիշտ նկատեցիք, վերջի երևի 2 շաբաթվա ընթացքում, որքան ես գիտեմ, 2 փաստաբանի ձերբակալել, այնտեղ կալանավորել են, դրա մասին քիչ հետո կխոսեմ, հարցը բաժանեմ 2 մասի։ Առաջինը, որ այսօր քրեական իրավիճակը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում մեղմ ասած մտահոգիչ է, մեղմ ասած մտահոգիչ է ինչի, որովհետև եթե նախկինում ռազմորկաններ, այլ կարգի քրեական օրենքով հետապնդվող արարքներ, խուլիգանություն եւ այլն կատարում էին հնարավորինս հասարակական վայրից հեռու, ասենք գերեզմանոցներում, աղբավայրերում, ինչ-որ ծայրամասային տեղերում, ցավոք սրտի այսօր քրոնիկ ձևով հասարակական վայրերում, փողոցի կենտրոնում, օրվա ցանկացած ժամին քաղաքացին կարող է ականատես լինել տարբեր գործառույթների, որոնք աղերս ունեն քրեական օրենքի հետ, մասնավորապես խուլիգանություն, ռազմորկաններ եւ այլն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ պրոֆիլակտիկ աշխատանքները տարվող, որ պոզիտիվ պարտավորություն ունի լիազոր մարմինը իրենս, ասենք ոստիկանության, ներքին գործերի նախարարության եւ այլն, պոզիտիվ պարտավորություն ունեն իրականացնելու, դա մեղմ ասած չի իրականացվում։ Եվ այդ լիազոր մարմինը պետք է գիտակցի, որ իր պարտականությունից ոչ միայն մտնում է հանցագործությունների բացահայտում, այլ նաև առերիութ հանցագործությունները կանխելը։ Ես ասեմ, Հայաստանը նախկինում եղել է եւ սովետական միության լավագույն, ինչպես նաև տարածաշրջանում այն լավագույն երկրներից մեկը, որտեղ այսպես ասած քրեական, այսպես ասած, ենթամշակույթը, եթե անգամ տեղ է ունեցել, ապա տեղ է ունեցել մարդկանց աշկերից, քաղաքացիների աշկերից բավականին հեռու։ Սա լուրջ խնդիր է, եւ եթե դրա առաջը չառնվի պետական մակարդակով, բարձր մակարդակով, մենք մոտ ապագայում միգուցե արդեն շատերը անգամ չցանկանան դուրս գան քաղաքում զբոսնեն։ Այսինքն խուլիգանական արարքները, այսպես ասած, վարվելաձևը, վարվելակերպը, բարևարկության կանոնները ցավոք սրտի ետին պլան են մղվել։ Հաջորդը վերաբերում է այսպես ասած վերջի շրջանի աղմկահարույց ձերբակալությունների կալանավորումների հետ։ Գիտեք, ես չեմ ցանկանա տամ մասնագիտական կարծիք մի բանի վերաբերյալ, ինչ ընդամենը մամուլից եմ տեսել, բայց սուբյեկտիվ կարծիքով կարող եմ ասել պայմանական Գյումրու քաղաքապետի նման ձևով ձերբակալումը ես կարծում եմ մեղմ ասած իրավաչափ չէր եւ դա առաջինը հենց կարող էր խփել պետական մարմինների իմիջին, որովհետեւ մինչ այդ գործողություն կատարելը այլ գործիքակազմ կարելի էր կիրառել, մասնավորապես ծանուցման ծանուցել ինստիտուտնագործում եւ ես այդ օրինակով ասեմ, որ միշտ չի, որ ձերբակալելու process-ը
պետք է համահունչ լինի ասֆալտին պարկեսնելու։ Մի անգամից ես անցնեմ նաև մեր փաստաբան գործընկերներից Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալման պահը փոքր, այսպես ասած, էպիզոդներ հայտնվեցին մամուլում TV-ներով, մեղմ ասած բարոյական չէր։ Գիտեք, եթե 108 անձը, այդ թվում նաև փաստաբանը կատարել է, այսպես ասած, արարք, որը միգուցե աղերս ուներ քրեական օրենքի հետ, նման ձևով փաստաբանին պարկեսնելը ասֆալտին եւ նույն ձևով ահաբեկչին պարկասնելը ասֆալտին, դա բնականաբար, երբ դնում ենք նժարի վրա, ստացվում է, որ համաչափ չէր ձերբակալման, գույն է ձերբակալման գործողությունը համաչափ չէր։ Ամփոփելով միտքս, պարոն Ղուշյան, այսօր լուրջ խնդիր ունեն պետական լիազոր մարմինները դնելու ինչպես բարեվարկության կանոնները, իրենք օրինակ ծառայելու, բազմաթիվ օրինակներ ես կարող եմ բերել, որ ինչ տեղում դերում չի պետական լիազոր մարմինը։ Եթե պետական լիազոր մարմնի համապատասխան խոսնակները, այսպես ասած, կլինեն ԱԺ-ի падգամավորներ կամ կուսակցական անդամներ ԿՊ-ի, եթե իրենք իրենց տեղում դերում չեն, իրենք պետք է այդ օրինակը ծառայեն, ապա ինչ են ուզում հակառակ, այսպես ասած, բարիկադի կողմում գտնվող անձանց վերաբերմունքից։ Իշխանությունը իրանց ձեռքն է եւ օրինակը պետք է իրանց կողմից լինի այդ մշակույթը ձևավորելու։ Ցավոք անբավարար եմ գնահատում այսօրեն գործառույթները, որ իրականացվում են պետական լիազոր մարմինների կողմից։ Դրա կործանարար հետևանքները վաղ առաջին իշխանությունն է իր վրա զգալու, ինչու՞ չէ նաև հասարակությունը եւ ամբողջ հասարակությունը։ Ճիշտ եմ ձեզ, բայց տեսեք վարչապետը օրեր առաջ խոսեց սահմանադրական փոփոխություններից։ Ինչ հետաքրքիր է ձեր կարծիքը որպես իրավաբանի։ Նայեք, պարոն Ղուշյան, շատ գեղեցիկ ու հետաքրքիր հարց տվեցիք, ես փորձեմ ներկայացնեմ։ Ինչ է նշանակում սահմանադրություն։ Սահմանադրությունը դա սահման է, որ դրվում է պետական լիազոր մարմինների վրա։ Սահմանադրության իմաստը հենց դա է, գծել այնպիսի սահման, որպեսզի պետական լիազոր մարմինները այդ սահմանը չանցնեն։ Սահմանը անցնելուց հետո ունենան լուրջ խնդիրներ։ Մեր այսօրվա գործող սահմանադրությունը գրվեց նախկին 3-րդ նախագահի օրոք գրվեց եւ թողներևի գրվեց հատուկ 3-րդ նախագահի համար։ Եվ արդյունքում, երբ տեղի ունեցավ, այսպես ասած, իշխանափոխություն, այսօրվա իշխանության իդեմս վարչապետի, այսպես ասած, քիմքին հարիր եղավ այդ սահմանադրությունը։ Այդ նման դեպքում ունենք մենք այսօր մի սահմանադրություն հիմնական օրենք, որտեղ ցանկացած անձնավորություն անունը դնենք տիրակալ, եկել է իշխանության բուրգին նստել է, այս սահմանադրության օրոք նա դառնալու է բռնակալ։ Գայթակղիչ բան, այդ սահմանադրությունով, այսպես ասած, անսահմանափակ իրավունքներ է տրվում բարձր դրան ներկայացին, իդեմս վարչապետի, եւ դրա հետևանքները կարող են կործանարել են եւ այժմ արդեն մենք այդ դառը պտուղները քաղում ենք։ Նման դեպքում ես ինքս հակված եմ, որ պետքա գրվի նոր սահմանադրություն, երբ սահմանադրության անունը տալիս են պարոն Ղուշյանի մոտ, ասոցացվում է Պաուլ Հայրիկյանի գրած սահմանադրության նախագիծը։ Սահմանադրության նախագիծ, որը մոտավորապես իրավաբանները, գործարարները կհասկանան ինչ եմ ասում, մոտավորապես բաժնետիրական ընկերությունների, այսպես ասած, օրենքի մի փոքր աղերս ունեցող մոդելն է։ Այսինքն այնքան նախ սահմանը շատ լավ է դրված, ավելին այնտեղ դատական իշխանության դրվագով եւս տրվում է ընտրովի գործառույթ, ոչ թե նշանակովի, դա եւս ես կարծում եմ նորմալ է, եւ մի առիթով ես ասում եմ թող անպագորգործ չլինի։ 15-20 տարի առաջ նախ ես կարծում եմ, որ այդ սահմանադրությունը կներեք մի քիչ ռոմանտիկ կարող է լինի, Պաուլին երևի տեսիլք եկա, որ ինքը գրեց, դա աշխարհում նմանը չունեցող սահմանադրություն է, եւ եթե այդ սահմանադրությունը մենք կարողանանք ժամանակին ընդունենք, այն ժամանակ վստահեցնում եմ, դա իմ խորը համոզմունքն է, մենք կունենայինք այլ երկիր, ոչ թե թալանող լափող, որտեղ սահմաններ չոտքի դրված, նաեւ ես կարծում եմ այդ արավիրքը, որ մենք տեսանք պատերազմը, նման բան չէր լինելու, Հայաստանը
այլ կարգավիճակով, այլ վայրում էր այսօր լինելու։ Անցանք դա անցյալը։ Միանշանակ արձանագրում եմ, որ սահմանադրությունը պետքա փոխվի։ Ավելին, նախկինում մենք ունեցել ենք հետևյալ պատկերը, սա որպես կանոն սահմանադրությունը գրել են տվյալ իշխանության կրողները, այսինքն տվյալ իշխանության տակ գտնվող նրանց կամակատար իրավաբանները, իրավագետները, կամակատար լավ իմաստով եմ ասում։ Եվ ոնց եք պատկերացնում գործող իշխանության համար եւ գործող իշխանության կրող իրավաբաններն են գրում սահմանադրությունը, ինչ սահմանադրություն պետք է գրեն։ Պետք է գրեն այնպիսի սահմանադրություն, որը հայերը տվյալ իշխանության քիմքին։ Այսինքն մենք նախկինում ունեցել ենք սահմանադրություն, փոփոխություններ իրականացվել են, յուրաքանչյուր իշխանավոր բարձր դրան ներկայացուցիչ եկել է եւ իր քիմքին հայերի սահմանադրությունը գրել։ Ցավոք Նիկոլ Փաշինյանը քննադատեց այդ սահմանադրությունը, բայց եկավ իշխանության եւ մինչեւ հիմա իր հակին համապատասխանում եւ նա չի փոխում։ Ամփոփելով միտքս, այո, սահմանադրությունը պետքա միանշանակ ենթակա է փոփոխության։ Պարոն Բաղդասարյան, ես հիշում եմ, թե ինչպես վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ Բելարուսի նախագահը վիրավորեց Հայաստանի վարչապետին։ Անմիջապես դուք ոնց են ասում, նրան առակ ձեր պաշտպանության տակ։ Եվ այսօր շատերը մեզ զանգահարում են, ասում են, այդ ոնց կարող է պատահել Վարդան Ղուկասյանի պաշտպանի նաև Նիկոլ Փաշինյանին։ Պարոն Շան, ասեմ, որ ես իրավապաշտպան եմ եւ ես նման դեպքում, երբ պաշտպանության տակ եմ առնում առերևույթ անձի խախտված իրավունքի պաշտպանությունը, թողներով ես հաշվի չեմ առնում, մեղմ եմ ասում այդ հասարակական կարծիքը։ Բազմաթիվ օրինակներ եղել են եւ պաշտպանել են մի հնչեղ գործով մեկին պաշտպանել են եւ հասարակությունը զարմացել է, զայրացել է, տարբեր բաներ գրեն ու բացական, հետո տարիներ հետո եւ այսպես ասած հակառակ կարծիքն հայտնել նորից մեղմ ասած։ Կոնկրետ այս գործի հետ կապված, որ ասեցիք, գիտեք, մի բան է, երբ քո երկրի ներկայացին դու քննադատում ես, այսպես ասած, ներպետական օրենքների շուրջը Հայաստանում հայավարի, մի բան է, երբ քո ազգի ներկայացուցիչը գտնվում է այլ վայրում եւ մեղմ ասած խախտում են վերջինիս իրավունքները, մեղմ եմ ասում, ընդհանուր այսպես ասած իրոնիայով, վիրավորական եւ որոշ կանցինգետ հայերի հորթային հրճվանքով դա դնում է եւ ցույց է տալիս, ասում է, տեսեք, սա է քննադատում, սա է ձեռ առնում, սա է վիրավորում։ Նման դեպքում անհրաժեշտություն եմ ես տեսնում եւ կարծում եմ այդ մշակույթը պետք է վերցնել։ Մի բան է քոնին, որ դու քննադատում ես քո տանը, մի բան է քո տնից դուրս երբ քննադատում են, այո դու պետք է ստանձնես վերջինիս պաշտպանությունը։ Գիտեք, սովետական տարիներին իմ սերունդը, ինձանից ավագ սերունդը լավ կհիշի, երբ դրսում Հայաստանի սահմաններից դուրս հայը հային հանդիպում էր, անկախ նրանից թե նա ինչ կարգավիճակով էր կամ իրանից ինչ էր ներկայացնում, երբ խախտում էին մեղմ ասածների իրավունքը, հայը կանգնում էր այդ հայ կողքին եւ առնում էր պաշտպանության տակ։ Այո, այս պետք է արձանագրել հետեւյալը, ուզում ենք թե չենք ուզում ենք կամ թե չեն ուզում, այսօր երկրի վարչապետը օրինական ընտրություններով ընտրված վարչապետ է, դա պետք է արձանագրել։ Եվ եթե օրինական ընտրված վարչապետին դրսում ոմն մեկը, այն էլ ազնվորություն, ով 30 տարվա բռնապետ է, այսպես ասած, 30 տարի այդ մարդը կառավարում է Բելարուսիան եւ Իրանից լավը չկա կոպիտ ասած։ Եվ այդ ազնվորությունը իրան թույլ է տալիս վիրավորելու այն վարչապետին, ով որ նորից եմ ասում, ուզում ես, չես ուզում, հենց ինքդ էլ ընտրել ես, դու ես ընտրել մեծամասնությունով, այն էլ շատ մեծ մեծամասնությունով անձանցել է, ու դու հորթային ոմանք իհարկե, հորթային հրճվանք են ապրում, ասում են, որ Բատյան Բուլբան դրեց բան արեց, քննադատեց։ Նման դեպքում, այո, դրսի մարդը պետք է տեսնի, որ անկախ նրանից այդ իշխանավորին ընդունում ես, թե չես ընդունում, անգամ դու բարձրաձայնում ես, որ պետքա մեկ օր շուտ հրաժարական տաս, բայց դրսի անձը այդ իրավունքը, այդ իրավասությունը չունի։ Ես չգիտեմ, կարողացա ասեմ իմ մտահոգությունը եւ այո, ես գտնում եմ, որ ճիշտ եմ արել եւ այդ մշակույթը մենք պետք է ունենանք։ Տան մեջ քննադատում ենք մեզ, քննադատվում ենք, բայց տնից դուրս մենք ունենք պոզիտիվ պարտավորություն միասնական պաշտպանելու այն անձին, ով
վարչապետը այն անձին, ով գործարարը այն անձին, ով որ ասֆալտ փռողը եւ այլն։ Ես այդպես եմ տեսնում դա։ Այս օրերին մենք բազմաթիվ բողոքներ ենք ստանում Երևան քաղաքում իրականացվող ճանապարհաքանդման աշխատանքների հետ։ Մարդիկ բողոքում են ասելով, որ ողջ ամռանը արցախուրդային այդ օրերին ոչ մի աշխատանք չի կատարվել, սկսվել է նոր ուսումնական տարին եւ քարոքանդ են անում մայրաքաղաքի փողոցները։ Քանդում են, ասում են լավ, բայց գոնե վերականգնեն քանդելուց հետո, այդպես թողնում են ամեն ինչ քանդու քարավ, շինարարական աղբով, ես կուզենայի, որ դուք տայիք սրա իրավական ելք նշելով սրա գնահատականը։ Նայեք, շատ արդիական հարց տվեցիք, այն Երևանցին կամ այն անձը, որ գալիս է Երևանում ինչ-որ անելիքներ ունի, քաղաք ամբողջովին պարալիզացված է, եւ գիտեք, ճիշտ նկատեցիք, ամբողջ ամառվա սեզոնին ոչ մի բան չարեցին, հենց ուսումնական տարին սկսվեց, քաղաքը համարյա երևի, չգիտեմ, 50+ փողոցները, պողոտաները քանդում են, ոչ միայն քանդում են, այո, ճիշտ նկատեցիք, որ քանդելուց հետո անգամ թողում են քանդած, չգիտեմ, կաբել են փոխում, կաբել են հանում, կաբել են դնում, դրանից հետո նաև թողում են բանալած։ Գիտեք, դրա իրավական գործիքակազմը կա։ Իրավական գործիքակազմը կա։ Նախ պետք է հասկանալ տվյալ աշխատանքը, որ կատարվում է, որքանով է ճիշտ աշխատանքային ժամին կատարել հենց կենտրոնական փողոցում, արդյոք դա հնարավոր չի կատարել աշխատանքի ժամերից հետո, մասնավորապես գիշերային ժամերին, եւ երկրորդը, ասենք փողոցի երկարությունը 5 կիլոմետր է, այն փողոցի սկզբից սկսում են քանդելը, ասենց քանդելով գնում են, չգիտեմ ինչեր են գցում, այդ 5 կիլոմետրը հասնում են վերջի 5 կիլոմետրին, տևում է 1 ամիս, 2 ամիս, այնպես քանդած մնում է, հետո բան են անում, սկսում են հողը լցնել, շինաղբը, որը ավելանում է, թողում են, ամիսներով մնում է։ Դրա իրավական գործիքակազմը հետեւյալն է։ Նոր էծանիք պետք չի հայտնագործել։ Քանդում ես այս 1 մետրը, 2 մետրը, 3 մետրը։ Անմիջապես դրանից հետո երբ դնում ես կաբելա, չգիտեմ ինչա, անմիջապես դրանից հետո ասֆալտանող մեքենան պետք է գա ասֆալտ անի եւ այդպես շարունակես։ Եվ ցավոք սրտի այսօր եւ փոշու տոկոսնա 100 անգամներ ավելացում են գերազանցում եւ ծանրաբեռված փողոցներում ընդհանրապես պարալիզացվում է շարժը բխող բոլոր բացական հետևանքներով։ Քաղաքապետանը դա կամ անգործություն է քաղաքապետանի կողմից կամ էլ թողներվի օրենք չիմանալա։ Ինչ պետք է անի քաղաքապետանը։ Նախ ցանկացած գործողություն, գիտեք, ոնց մի առիթով ասել եմ, մեկը թևի տակ մի հատ էքսկավատոր է դնում, այլ մյուսները թևի տակ մի հատ, չգիտեմ, ինչ է դնում, գնում են սկսում են ասֆալտը փորելը։ Այդ ասֆալտը տեր ունի, դա քաղաքային իշխանությունն է։ Եվ ինչ պետք է անի քաղաքային իշխանությունը։ Քաղաքային իշխանությունը ցանկացած գործողություն սկսելուց առաջ կապ չունի դա ֆիզիկական անձ է, թե իրավաբանական անձ է, կապ չունի դա վիոլա ջուրնա, թե հեծնա կամ չգիտեմ այլ հայտնի կազմակերպություններ են, այսպես ասած, հա, դա պետք է գա թույլտվություն վերցնի։ Պետք է ծավալը ասի ինչ է քանդելու։ Քաղաքապետանը պետք է գրաֆիկ դնի իրանց համար, որ ժամին, երբ, որը որ փողոցում։ Դրանից հետո պետք է հաշվարկի գումարը ասֆալտի իշկանա, ասի հենց հիմա փոխանցի քաղաքային իշխանության համապատասխան հաշվի վրա։ Քանդելուց հետո քաղաքային իշխանության համապատասխան մարմինը այդպես պետք է ասֆալտ անեն։ Կամ եթե քաղաքային իշխանությունը չի ուզում այդ ասֆալտը անի, պետք է ընդհանրապես վերահսկի։ Նման մոտեցումը, ես կասեի, հանցագործ մոտեցում։ Այո։ Ուղղակի մենք քաղաքացիները շնչում ենք այդ օդը, այդ փոշին եւ այլն։ Դուք պատկերացեք մի հատ որ փոքր քամի ալնում, տեսեք երկինքը չի երևում, տները չեն երևում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում որ քաղաքային իշխանությունը իր տեղում դերում չի։ Գիտեք, թողենք այն լավ բաները, որ արվում է կամ ուզում են անեն։ Արցանագրում ենք փաստը։ Սա գնում է քաղաքացու Երևանցու ջանից է գնում։ Եվ նման դեպքում, այո, ճիշտ են նկատել մարդիկ, որ բարձրաձայնում են, եւ եթե դրա օպերատիվ գծումները շատ արագ քաղաքապետանը չգտնի, ապա Երևան քաղաքը գտնվել է մեղմ ասած շատ անհարմար վիճակում։ Ակետից բեկետը հնարավոր չի տեղափոխվել, մարդիկ մոտ ապագայում պետք է մտնեն իրենց տները, դուր պատուան փակեն, որպեսզի այդ փոշին օդը չշնչեն։ Սա է իրականությունը եւ քաղաքային իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի, իսկ բարձր դուրը կառավարությունը պետք է նաև փորձի ինքը եւս փորձի միջամտի քաղաքային իշխանության
գործառույթներին այն դեպքում, երբ տեսնում է, որ վերջիներս գտնվում են կամ մեղմ ասած չեն կարողանում այդ իրենց վրա դրված խնդիրները ի կատարած են։ Եղավ, պարոն Բաղդասարյան, շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, եթե դուք կունենաք հարցեր մեր հյուրին, կարող եք մեզ զանգահարել, գիտեք այդ հեռախոսահամարը արդեն թողել ենք, եւ կարծում եմ պարոն Բաղդասարյանն էլ հնարավորին սահմաններում կպատասխանի, իսկ մենք պարոն Բաղդասարյանից պայմանավորվեցինք, որ շաբաթական որևէ անգամ կհանդիպենք, օգտվեք այդ հնարավորությունից եւ ձեր հարցերը ուղղեք մեզ։ Իսկապես շնորհակալ եմ այսօրվա համար, եւ պիտի ասեմ, որ մենք երբ որ վերջի անգամ զրուցում էինք Վարդան Ղուկասյանի հետ, դուք կուսակցության պատվավոր նախագահի մասին է խոսքը, նա ասաց, որ իր բոլոր հարցերով ինքը կարող է վստահել միայն մի մարդու, իր փաստաբանին Լևոն Բաղդասարյանին։ Փակ TV-ն էլ համարում է, որ դուք մեր գլխավոր փաստաբանն եք եւ կուզենայի, որ մեր ունկնդիրների հարցերին նույնպես պատասխանեիք։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, այնպեսի տպավորություն չստացի, որ իմալ ես ընդառաջ եմ գալու գովալոն եմ Փակ TV-ին, բայց արձանագրեմ հետեւյալ հանրահայտ փաստը։ Իմ կենսագրության մեջ առաջի TV-ն է սա, որը բաց է բոլորի համար։ Ես ինքս որպես պրակտիկ փաստաբան շատ TV-ներում ելույթ եմ ունեցել, շատ լրագրողների հարցազրույց եմ տալիս, նաև շատեր, այդ թվում նաև դուք գիտեք, որ 4-րդ իշխանությունը իմ բարեկամն է, իմ կողմից ղեկավարվող գրասենյակում հարյուրներով այսօր վարույթում գործեր կան, որ ներկայացնում են լրագրողների շայրը, բայց երբևիցե չի եղել այլ TV, երբ գնամ, ասեն, գիտես, այս մարդու մասին արի մի խոսա էլի, կամ այս մարդու մասին մի քիչ ասենք շատ խոսա։ Իդեմս ձեզ, շնորհակալ եմ ձեզ, պարոն Ղուկասյան, երբևիցե նման բան չի եղել եւ դա պետքա ժողովուրդը հասկանա, քաղաքացին պետքա հասկանա եւ այո, իդեմս Փակ TV մշակույթ է ձևավորվում, որպեսզի լրատվությունը լինի բաց եւ թափանցիկ։ Այո, որպես ֆիզիկական անձ անհատ դուք կարող եք համակրել մի քաղաքական գործի, մի իրավաբանի, բայց երբ գալիս է գլոբալ հարթության վրա եթերում ներկայանալի դառնալու եւ ներկայացնելու, այո, եզակի TV-ա, որ բացարձակ կապ չունի նա իշխանամետ է, պոզիցիոներ է, ինչպես Ղուկասյանն էլ էր դա նկատել Վարդան, ասում է Չինաստանի մասին խոսում են, Ճապոնիայի մասին խոսում են, Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի մասին խոսում են, ասում են, այդպես բան չեմ տեսել ուրիշ TV-ներում, եւ այո, նա ճիշտ նկատեց, վաղվա իշխանության գալողը պետքա պարտադիր պայման դիտի, որ պետքա լինի բաց օբյեկտիվ բոլորի համար, անկախ նրան ում ես համակրում, եւ երկրորդ ամենակարևորը ցանկացած TV-ների մեջ պետության կողմից պարտադիր պայման պետքա դիտվի իմպերատիվ մի քանի ծրագրեր, մասնավորապես հայկական մշակույթ, մասնավորապես թատրոն, երաժշտություն եւ այլն։ Դա եւս կարևորն ոչ թե լույսը բացվում է, մարդը նայում է, սրան են քլնգում, նրան են հայում, չգիտեմ ինչ են անում, այլ լույսը այդ դրանց այսպես ասած մեջտեղներում նաեւ պետքա լինի մշակույթը։ Կոմիտաս պետքա լինի, ազգային երաժշտություն պետքա լինի։ Մենք դրանով ենք կարողանալու նաեւ մեր միջին բացականը փոխենք եւ ունենանք այն, ինչը որ ցանկանում ենք ունենանք։ Այսինքն ունենանք կներեք օրինապաշտ քաղաքացի, տեսակ շնորհակալ եմ եւ արժանապատիվ ապրենք։ Իդեպ ասեցիք մշակութային ծրագրեր, ես ուզում եմ արդյոք օգտվելով մեր ունկնդիրներին ասել, որ պարոն Բաղդասարյանի շնորհիվ որ աջակցում է մեր մշակութային ծրագրերին, հատկապես մենք այդ ժամերը ավելացնելու ենք։ Պարոն Բաղդասարյան, հիմա ֆիլմերի շարք ենք սկսելու հայ մարշալներից, հետո անցնելու ենք մեր երաժշտական ոլորտի հանճարներին, Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, այդպես շարունակ։ Ու այդ ֆիլմերը բոլորը Փակ TV-ին տրամադրել են մարդիկ, ովքեր հավատում են մեր ընտրած ճանապարհին եւ մեզ հետ գալիս են մինչեւ վերջ։ Նայեք, այդ մարդիկ ոչ թե փող են հավաքել, ու կարող փողել են աշխատել, բայց գլխավոր պլան են մղել, այն ազգայինը հավաք են պահել եւ այսօր տրամադրում են։ Տարածք թող լինի մյուս TV-ներին, լրատվական միջոցներին մշակութայինը գլխավոր պլան մղելու համար։ Շնորհակալ եմ ձեզ։ Եղավ, ջերի բարեկամներ, մեր հանրահայտ փաստաբան Լևոն Բաղդասարյանն էր Փակ TV-ի տաղավարում։ Սպասեք նրան առաջիկայում եւս։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։